Հայաստանի պետական կամերային երգչախումբը պատրաստվում է հերթական երաժշտական տոնին։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան ընդառաջ կամերային երաժշտության ազգային կենտրոնում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Ամիրխանյանի, Բաբաջանյանի եւ այլ հայտնի կոմպոզիտորների Հայաստանին ձոնված ստեղծագործությունները։ Շատ հանրածանոթ ծրագիր է, այնտեղ այնպիսի կոմպոզիտորներ են, որոնք որ հայրենիքի համար անընդհատ ունեցել են ստեղծագործություններ գրված, մեկը մեկից գեղեցիկ։ Մենք դա ենք անելու, որովհետև սովորաբար մենք սկսում ենք մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Կոմիտասից եւ շարունակում ենք մնացած մեծերին, որոնք որ կան։ Համերգի մենակատարներն են Մավր Մկրտչյանն ու Արմեն Գրիգորյանը, դաշնակահարը Կարեն Անանյանը։ Մայստրո Մելքեյանը փաստում է երգչախումբը բարձր պատասխանատվությամբ է մոտենում հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններին, որոնք իրենց յուրահատուկ տեղն ունեն կոլեկտիվի երգացանկում, համաշխարհային գլուխգործոցների կողքին։ 100% համոզված եմ, որ միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով ամբողջ աշխարհով մեկ կարող ենք պատտվել, գլուխները շատ բարձր եւ ներկայացնել մեր հայ երաժշտությունը հանճարեղ ձևով, որովհետեւ մենակ մի Կոմիտասը արդեն հերիք է ամբողջ աշխարհի համար, որ դա հայտնություն է բոլորի համար։ Համերգին անակնկալել ունեն։ Երգչախումբն առաջին անգամ կկատարի Արամ Խաչատրյանի Գարուն Երևան ստեղծագործությունը Կարեն Անանյանի մշակմամբ։ Մեկ էլ հանկարծ որոշում ենք երգել դա։ Ինչ ձև ենք երգում, շատ հետաքրքիր ձև, հիմնականում նոտաների առկայությամբ, բայց երգեցողությունը դառնում է շատ հետաքրքիր մի հատ նոր բան, որը որ Խաչատրյանը 100% ընկալվում է ամբողջ ունկնդրի կողմից, բայց ուրիշ երանգներով, երգային ընկալումներով, որը շատ գեղեցիկ է։ Հայրենիք սիրելի խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 26-ին։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։